Հա, կանանց համար ոնց հասկանում եմ կարևոր է։ Մեկ-մեկ ես մոռանում եմ, որ տեսքը կարևոր է։ Տենց կարող է սենց ինչ-որ։ Չէ, բայց դու միշտ ասենք դա քո բանն է, էլի, իմիջն է, ոնց ասեմ, էլի։ Ինքը այնքան բան է, այնքան ներդաշնակ է, հա, մեկ-մեկ լինում է տենց, հա, ասենք վիզիոներդ ես նայում եմ միշտ, էլի։ Մեկ-մեկ տենց կարծես թե տենց, էլի, բայց այնքան ներդաշնակ է քո հետ, որ լրիվ ոնց որ բան է, էլի։ Հենց տենց էլ պետք է լիներ, էլի։ Այդ պատասխանատվությունը եկավ իմ մոտ, երբ հասկացա, գիտակցեցի, որ կանացի միսիաներից ու պարտականություններից մեկն է նաև զարդարել այս աշխարհը։ Կոկիկությունը, գեղեցիկ ներկայանալը կարևոր է, որովհետև կարա լինի ոգեշնչման աղբյուր։ Այո։ Ու հասկացա, որ ոչ այդքան իմ համար պետք է անեմ, այլ որ ինչ-որ մի բանով նաև գեղեցկացնեմ այս աշխարհը։ Թե չէ ինձ որ լիներ։ Այս հաղորդումները շատ ժամանակ ինքը սպոնտան է լինում, շատ ժամանակ նաև տեքստ չեմ գրում, կարող է իմ մտքում որոշ հարցեր ունենամ ձևակերպված, ելնելով նրանից, որ ես ձեզ ճանաչում եմ ու ինձ հուզող հարցեր կան, բայց ինքստինքյան ամեն ինչ գնում է process-ի ընթացքում։ Հոսքով էլի։ Հա, եւ հարցերն են բարձրանում։ Իհարկե։ Այս սիրուն գեղեցիկ առավոտ է մեզ մոտ ու Արտնամի հյուրն է, Արտնամ Սատսանգի հյուրն է Սամվել Առաքելյանը այսօր։ Մեր ծանոթությունը շատ գեղեցիկ ձևով է տեղի ունեցել ու մենք այս տարի վերջապես, կարելի ասել մոտ 5 տարի անց, այս տարի վերջապես ֆիզիկապես նաև ծանոթացանք։ Այո, Անահիտ ջան։ Ինչը շատ մեծ ուրախություն է պատճառում ինձ, ես անսահման ուրախ եմ, որ ու կասկածում եմ, որ այսքան հաճելի պետք է լինի, բայց դե քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեկը ասենք մտածում ես կարողա չլինի, հա, բայց չէ, իրոք շատ հավես է։ Մինչև անդրադառնալը պատմելը նրան, թե ոնց ենք մենք ծանոթացել ու ինչն է մեզ միավորել, թեթևակի ներկայացնեմ ձեզ։ Թեթևակին չեմ ասում, որովհետև դուք կհավելեք, կավելացնեք այն ինչի կան չնայև կզգաք, որովհետև իրականում խորքային մարդկանց 1-2 նախադասությամբ դժվար է լինում ներկայացնելը։ Միշտ ինչ-որ մի բան հետո ընթացքում ասում եմ, վայ, կարելի էր սրա մասին էլ ասել, էս էլ էր հետաքրքիր, էս որակն էլ է գեղեցիկ։ Ես ձեզ ինչպես եմ ճանաչում, որպես անկախ նրանից, որ գիտեմ ֆիզիկական յոգա ասպեկտը ուսումնասիրել եք, դաոսիզմ եք ուսումնասիրել, բայց այդ ուղին չի ձերը, ոնց որ միևնույնն է այն գաղափարը, որը ես ունեմ յոգինի մասին, հա, այդ մարդ, ով որ միավորում է ամեն ինչ իր մեջ, այդ puzzle-ներն է հավաքում, իմ համար դուք յոգին եք ինչ-որ առումով։ Եվ գրող, channeler, եւ նաեւ այստեղ մենք ունենք գեղեցիկ գիրք, որի թարգմանիչն եք դուք, չգիտեմ, սա միակ գիրքն է թե ոչ։ Չէ, արդեն հիմա կա դրա երկրորդ գիրքը։ Այո։ Եվ ամբողջ շարքը, այս առաջի գիրքը 3 գրքով է, առաջինը, հա, 3 հատորով է, բայց ընդհանուր շարքը 12 գիրք է, ինչքան հիշում եմ։ Զրույց Աստծո հետ թարգմանությունն է հայերեն, առաջին թարգմանությունը Նիլ Դոնալդ Վոլշի, ամերիկացի գրող Նիլ Դոնալդ Վոլշի զրույց Աստծո հետ գիրքն է։ Ահա, առաջին թարգմանությունն է հայերեն, տեղյակ եք։ Ահա, շատ զիլ։ Ես ինքս դեռ չեմ ընթերցել ու շատ ուրախ եմ, որ հայերեն տարբերակով եմ ընթերցելու այս գիրքը։ Ծանոթ եմ, բայց ընթերցանությանը դեռ չէր հասել ժամանակը։ Եվ օրեր առաջ նվեր ստացա գիրքը ձեզանից, այնպես որ մեծ ոգևորվածությամբ անցնելու եմ ընթերցանության։ Նաև channel-եր նշեցի։ Խոսենք մի քիչ, որովհետև շատ մարդիկ գուցե չիմանան ինչ է իրանից ներկայացնում channeling-ը, ինչպես եկաք այդ ուղուն ու ինչ է դա իրանից ներկայացնում։ Okay, ասեմ։ Նախ ամեն ինչ սկսվեց հենց այն ժամանակվանից, երբ որ ես որոշեցի թարգմանել այս գիրքը հայերեն։ Վաու։ Հենց դրանից սկսվեց։ Ու երբ որ ես այդ որոշումը կայացրեցի, երբ որ հասկացա թե ինչ պետք է անվանեմ, հա, ոնց պետք է անվանեմ այս գիրքը եւ ինչու, հա։ Այո։ Իմ կյանքում ամեն ինչ սկսվեց փոխվել, որի
մասին վավերագրականորեն ամեն ինչ պատմված է սրա առաջի գրքում, նախաբանում, հա, սա գիրք առաջին, հա, բայց այն մեկը կա, որ նախաբան, հա, նայել քեզ նվերեցին։ Այնտեղ վավերագրական ամեն ինչ ասված է, հա։ Ինչ է նշանակում channeling։ Երբ որ ես մտա այս տարածք, այդ գրականությունը արդեն ահագին կար Ամերիկայում, ու ռուսերեն թարգմանված նույնպես ահավոր քանակության գրականություն կա, ես channeling-ը ես անվանեցի, թարգմանեցի որպես հաղորդատվություն, որովհետև channel-ը կանալ բառից է, որը ասենք հայերենում այդքան կարծեմ փոխանցք պետք է ասենք, հա, կամ ալիք պետք է ասենք, բայց ալիքը բանի մասին, ասենք ռադիոյի մասին, չգիտեմ, բան, այսպես ասենք, հիմա ոնց ասես, ալիքատվություն ասես, ալիքաբերություն ասես, ինչի՞ նույնն է, հա, channeling-ը։ Ու այդ առումով ես որոշեցի անվանել հաղորդատվություն, ուղղակի, որովհետև էությունները հաղորդում են ինֆորմացիա, հա, տեղեկություններ են տալիս, հաճախ հենց մեր մասին, հա, ինչի մեր մասին, որովհետև ներկա փորձը ավարտվել է, դրա այդ ներկա փորձի ավարտի համար մենք առանձնապես շատ պետք է իմանայինք մեր մասին, այսինքն այդ փորձը պետք է ավարտվեր այսպես կոչված տգիտության մեջ, անիմացիության մեջ, որովհետև փորձի հիմնական իմաստը բանն է, ասենք, լույսի եւ մթի մեջ կատարել ընտրություն, հա։ Իսկ քանի տգիտ չգիտես, որ մութ գոյություն չունի, հա։ Այո։ Ու պետք է այնքան տգիտանաս, որ մութը համարես նույնպես իրականություն, ոնց որ լույսը, հա։ Ամբողջ իմաստը դա է։ Իսկ հիմա քանի որ այդ փորձը մենք անցանք բարեհաջող, այսինքն երկուսն էլ համարելով իրականություն, արդար ընտրություն կատարեցինք դեպի լույսը, հա, փորձը ավարտվեց։ Հա։ Հիմա այն ինչ որ մենք չգիտեինք, մեր բանը գիտակցությունը սկսում է վերհիշել, ակամայից քանի որ այդ գիտակցությունն էլ է հիմա բացվել, հա։ Այսօր որ խոսում ենք այդքան Քրիստոսա գիտակցության մասին բան, հա, չէ՞ որ դա մեր մեջ է, մեզանից յուրաքանչյուրի մեջ է, հա։ Այդ կերպիկը սկսել է բացվել, բայց դա այնքան հիմա այնքան արագ է ամեն ինչ տեղի ունենում, այնքան արագ ենք գնում մենք դեպի ավելի լավ կյանքի, հա։ Ոնց որ ասած մենք մեր փորձի դժոխքային ժամանակաշրջանը անցանք, որովհետև անայ ջան, մեր կյանքը, ասենք, մեր ծնողների կյանքը, հա, ուրիշ ինչ էր, եթե ոչ դժոխք, հա, այս բոլոր, ասենք, պատմության, ամբողջ պատմության ընթացքում։ Հիմա փորձը անցնելուց հետո արդեն ըստ իս, ես մեծ համոզմունք ունեմ այդ առումով, որ մենք անցնում ենք մեր կյանքի դրախտային ժամանակաշրջանը։ Ֆիզիկական կյանքի դրախտային ժամանակաշրջանը։ Հա։ Ու channeling-ը այն է, որ ասենք էությունները, որոնք սպասում էին թեև այս փորձը կանցնենք, որովհետև փորձը ոչ թե մենակ մեր համար է, այլ ամբողջ ասենք գալակտիկայի համար, հա, մենք արդեն վաղուց չենք խոսում այն մասին, որ մենք մենակ ենք։ Մենք շատ լավ գիտենք, որ մենակ չենք այս տիեզերքում, հա։ Ծիրկատինում մենակ չենք, հա։ Գիտենք, ու այս ամբողջ ընտանիքը սպասում է մեր վերադարձին, որովհետև փորձի համար մենք հեռացանք ընտանիքից, հա։ Հիմա վերադառնում ենք ընտանիք, այդ գալակտիկական ընտանիք, իսկ իրանք էլ ձեռքերը պարզած ուզում են օգնեն, եկեք։ Դրա համար էս ինֆորմացիան բանը գալիս է որպես մեծ օգնություն է, հա։ Channeling-ը հենց դա է, հա։ Մենք այդպես ստանում ենք տեղեկություններ մեր իրական էության մասին։ Ոնց եկավ այդ որակը ձեր կյանք։ Այսինքն ունեիք նախադրյալներ դեռ մանկուց, որովհետև պետքա իմ իմացությամբ, հա, արթուն երրորդ աչք կարելի ասել կոնաձև գեղձի ակտիվ ոնց որ, ահա, որակներ։ Աջնա, որ ասում ես, ինչ ես լսում։ Աչք, աջնա, աչ։ Աչնա։ Հա։ Հիշում ես այդ բան կա, չէ, էզոտերիկայի մեջ էս աչ ձեռքը կա, չէ, որ տարբեր խորհրդանիշներով։ Այո։ Այ ոնց որ դա մեր այդ բանը լինի, էլի, հիմնական ոնց որ քարտեզը լինի, այն ինչը որ մենք ասում ենք երրորդ աչք, հա։ Եթե մենք հասկանանք դա, կսկսենք բանը, էլի, հասկանալ թե ինքը ոնց է աշխատում, ինչ կարող է բացվել մեր համար։ Շատ հետաքրքիր է, ինձ թվում է աչն է հենց այդ, էլի։ Հետաքրքիր է, որ մեր քրիստոնեության մեջ էլ, հա, այդ սրբերի աչը, այդ սիմվոլը։ Դե հենց դա եմ ասում, էլի, սրբերի աչը հենց դրա մասին եմ ասում։ Այնքան ամեն ինչ կապված է իրար հետ, էլի, մենք մտածում ենք, վայ, այսպես բուդդիզմ, չգիտեմ, մահմեդականություն, բան հինդուիզմ, բան քրիստոնեությունը, չեմ։ Ամենը նույնի մասին է։ Նույնի մասին է։ Ու այդ այնքան հավես է, նայ ջան։ Շատ հավես է ու շատ գեղեցիկ։ Հա։ Ոնց ասեմ, ոնց է կա, հա, ասում եմ, երբ որ սկսեցի սրանը, դե 7 տարի որոնումների մեջ էի, չէր ստացվում, հա, չէր ստացվում,
բայց այդ 7 տարվա ընթացքում այնքան մտա այդ գրականության տարածք եւ հաղորդատվական գրականության հիմնական կարծում եմ մինչեւ հիմա էլ ամենահայտնի դեմքը Crayum-ն է։ Հաղորդատուն ամերիկացի է, Կալիֆոռնիայում է բնակվում, ինքը իր անունն է Լիքերով։ Դա այն մարդն է, ով գրել է նաև առաջի գրքերը Ինդիգո երեխաների մասին։ Հա։ Երբ որ ես սկսեցի կարդալ իր գրքերը, ես սկսեցի իրեն նախանձել, էլի, հա։ Հետո ինքը նաև վիդեոներ ունի այդ հաղորդատվության, հա։ Այնտեղ вообще հիանալի է, ինքը շատ լավ է այդ բաները անում, հիանալի ձայն ունի, բայց երբ որ կանալն է միանում, հա, իր ձայնը sense ոնց որ вообще, չգիտեմ, դառնա երաժշտություն, հա, այնպես մի հատ բան իրոք փոխվում է բանի ժամանակ, էլի, հա, այդ հաղորդատվության ժամանակ փոխվում է մարդը։ Շատ տեսանելիորեն։ Մի խոսքով ես սկսեցի փնտրել, մտածել ոնց անեմ, որ բան անեմ, էլի։ Ու այդ սկզբի ժամանակներում Crayum-ի գրքերում միշտ ասվում էր, ամենակարևորը մտադրությունն է, մաքուր մտադրությունը, հա, որպեսզի տիեզերքը տեսնի, քո ցանկությունը ազնիվ է, հա։ Այդպես շարունակվեց ահագին, հետո սկսեցին գրքերի հայտ գալ, թե ինչպես դառնալ հաղորդատու։ Լիքը գրքեր առա, տենց ոչ մի բան չստացվեց։ Հետո սկսվեցին այս Zoom հանդիպումները, բան, ամենաառաջի Zoom հանդիպումները, ոչ թե այսօրվա քվանտային, հա։ Այն ժամանակ դեռ մենք չէինք էլ ծանոթացել, հա։ Ահա։ Հա, արդեն դրանից հետո մենք հերակա ծանոթացանք իրար հետ, բան։ Բայց երբ որ սկսեցին այդ Zoom հանդիպումները, երբ որ մարդիկ սկսեցին հարցեր տալ, բան, պատահում էր, որ մարդը հարցը տալիս էր, ես տեսնում եմ, չգիտեմ ոչինչ այդ մասին, հա։ Բայց մինչև ինքը հարցը ավարտում է, սկսում եմ պատասխանել, հա։ Ու ինքը զարմանում է, ոնց եմ պատասխանում, էլի։ Այդպես շարունակվեց ահագին այդ գիտակցությունս ակտիվացավ ու մի պահ այդ հերակա ծանոթություններից մեկը մի հիանալի աղջիկ կա, որի հետ շատ մտերիմ էինք, երիտասարդ աղջիկ կա, ինքը հետաքրքրված էս ամեն ինչով սկսեց ինչ-որ դասեր վերցնել, ինչ-որտեղ հաղորդատվության, channeling-ի դասեր, հա, հիմա ինքը նույնպես channeler է։ Կարելի ասել Հայաստանում կարող է առաջինն է, չգիտեմ, հա։ Ու առանց իմ իմանալու իմ տվյալները ինքը բաներ արել, ինչ որ այդ հարցեր պետք է տար, ինչ որ այդ իր կանալին, հա, ինձ իմ մասին հարցեր տվել, ինչ կասեն իմ մասին։ Հետո այդ վիդեոն կտրեց ուղարկեց ինձ։ Շատ հետաքրքիր էր, հա, այդ պահը, որ ինքը հարցնում է, սկսում է խոսալ այդ մասին, այդ կանալը, ասենք, այդ կնոջ սեփական կանալը, մեկ էլ իր խոսքը կտրվում է, ինչ որ տարօրինակ ձայնով, ու այդ խոսակցության մեջ մտնում է մի հատ ուրիշ էություն, ու ասում է ես նայեմ, ով Սամվելին բան է անում, փոխանցում է, ինքը արդեն դրա մեջ է, բայց ինքը դա չի գիտակցում։ Ու ժամանակն է, որ ինքը բանան է, էլի։ Արդեն դասընթաց վերցնի, որպեսզի կապը համուր լինի, շատ բան ունենք փոխանցելու իր միջոցով։ Այսպես ասած, ես մտածեցի մի քիչ շատ հետո այդ process-ը, որ տեսա, էլի, այնքան բանը խաղ չկա տեղ, էլի, այնքան տեսանելի է, որ ես էլ գիտեմ տարիներ շարունակ արդեն, հա, որ այդպես 20 տարի գիտեմ, որ դա իրականություն է, հա։ Մտածեցի, ասեցի, գիտես, ես ուզում եմ այդ աղջկա հետ խոսել, ռուս աղջիկ էր հաղորդատուն, հա։ Հա, ասեցի ուզում եմ այդ աղջկա հետ խոսել, մի երկու հարց ունեմ, եթե ասենք պատասխանեց հարցերից, ես համաձայն եմ մեծ ուրախությամբ, որովհետև այդքան ես ինքս եմ ուզել, հա։ Ես էլ այդ ժամանակ թարգմանում էի Երամեստոտի Զմրուխտե Սալիկներ գիրքը։ Հա, անգլերենից, հա, ռուսերենից թարգմանում էի։ Հիմա էլ ասենք, կեսից ավելի թարգմանել եմ, բայց չեմ ավարտել։ Տեսնում էի, որ համ անգլերենում, համ ռուսերենում ինչ որ անկապ բաներ կան, չեն կապնում իրար, հա, միտքը ինչ որ կիսատ է մնում, ինչ որ ուրիշ տեղ է գնում, բան հասկանալի չի, մի խոսքով։ Ու ես մտածում էի, իրենք ասենք հնարավոր լիներ կապ հաստատել թոթի հետ։ Ու ես մտածում եմ, էլի, հիմա որ այս ինֆորմացիան եկավ, հա, ես առաջինը հենց դա մտածեցի, որ միգուցե այս channeling-ի միջոցով ես կկարողանամ կապ հաստատել թոթի հետ, հա։ Ու առաջի հարցը դա տվեց, երբ որ հանդիպեցինք այդ աղջկան, ասեցի ես, հա, հետաքրքիր է այդ քաղաքակրթություններ բանը, բայց դա
լիքը ջահելներ կա, որ զբաղված են դրանով, էլի ինձ կոնկրետ բաներ է հետաքրքրում, ասենք, ինչ ոնց կարանք մենք հնից անենք, էլի, ասենք, այդ ինչ ճշմարտությունները, որտեվ գիտես ոնց է, քանի դեռ չգիտես ուր ես որտեղից ես եկել, հա, չգիտես ուր ես գնում։ Մենք պետք է հասկանանք որտեղից ենք գալիս, էլի։ Դա էր ինձ հետաքրքիր, ու ասացի, առաջինը ասացի, ինձ դա հետաքրքիր չի, կարող է ինչ-որ ժամանակ հետո, բայց հիմա ինձ կոնկրետ երկու էություններ են հետաքրքիր։ Եթե կարողանաք ինձ օգնել, կապ հաստատել իրանց հետ, ես մեծ ուրախությամբ կանեմ։ Հարցրեցին ով է, ասացի մեկը Թոթը, մյուսը Արարագատը։ Արարագատն է մի ուրիշ էություն է, որը հիմա գիտես, այդ արևի ուսմունքը, որ մեզ թելադրվում է, հա։ Այո։ Այ հենց իրան ինքը դարձավ դրան պատճառ, հա։ Հա։ Մի խոսքով շատ զարմացա, հա, այդ բանը, այսինքն աղջկա միջոցով ես խոսում եմ բանի հետ, էլի, այդ կանալի հետ։ Այո։ Հա։ Իր անունն է, ինչ է։ Մորիա։ Հա։ Ինքը այնպես ասած հետաքրքիր է, տենց հարց ցանկությունը երբեք ոչ մեկ չի բանել, հա։ Մի պահ պաուզա եղավ, ասեց, հա, հնարավոր է։ Իրանք համաձայն են։ Ու այդպես սկսվեց դասընթացը, սկզբից բաններ, բարձրագույն եսի բաններ, մի քանի դասեր, որպեսզի ակտիվանա բարձրագույն եսը, հետո արդեն մինչև Թոթի հետ կսկսվեր երկու ուրիշ էություններ ցանկություն հայտնեցին միանալ, այդպես հիմա այդպես 10-ից ավել էություններ են, որ, բայց ես շատ սկսնակ եմ այդ հարցով, էլի, ես դեռևս այն վիճակի մեջ չեմ, որ ասենք նստեմ, ասենք իրար հետ չէ սովորաբար հանգիստ, ասենք վարպետ չենելերները, հա։ Այո։ Սենց կարող ենք նստել ու անել դա, էլի, հա։ Բայց ես սկսնակ եմ դեռ ու միշտ այդ բանը ունեմ, էլի, կասկածը ունեմ, հա։ Համտածում եմ, ես իմ գիտելիքներն է, թե չենելինգ է, էլի, հա։ Այդ կասկածը միշտ ունեմ, դրա համար ռիսկ չեմ անում, էլի։ Կարող է եւ ստացվի, բայց ռիսկ չեմ անում, որ ասում եմ, բա որ չեղավ ամոթով եմ մնալու, էլի։ Բայց կարծում եմ բավական այս մասը բավարարից էլի քեզ երևի։ Շնորհակալություն։ Իսկ այսքան աշխատելով այդ ալիքների հետ, այդքան թեկուզ նույն բարձրագույն եսից, ինչ ինֆորմացիա ունեք ստացած հայերի մասին, որն է մեր առանձնահատկությունը։ Ես կասեմ, ուրեմն Եթե միշտ ասում եմ, հա, երբ որ ես մասին հարց է գնում, ես ասում եմ, եթե ես դրոշ ունենայի, քաջ նազարի պես, հա, երկու նախադասություն կգրեի այդ դրոշի վրա։ Առաջինը հայ չի նշանակում ազգություն։ Հայ նշանակում է մարդկություն։ Եվ երկրորդը հայ լինելը հպարտություն չի։ Հայ լինելը պատասխանատվություն է։ Վաու։ Այս երկու նախադասությունը ինչի համար, որովհետև ամենը ինչ վերեց, ես ունեմ այդ մասին YouTube-ում ունեմ, հա, իմ ալիքի վրա կոչվում է նորատեսական ծագումնաբանություն։ Դե գիտես իմ, ես այդ փիլիսոփայությունը անվանել եմ նորատեսություն, այսինքն հին ոչինչ գոյություն չունի, հա, նոր ոչինչ գոյություն չունի, ամեն ինչը եղել է ամենասկզբից։ Այո։ Հա, միակ բանը, որ կարելի է նոր լինել, կարող է նոր լինել, նոր հայացքը հնի վրա։ Ու դրանից սակեց նորատեսություն բառը, հա, ինձ շատ դուր եկավ ինքը, հիմա ես, եթե ասում են ով ես, ես ասում եմ նորատես եմ, այդքան բան են ասում, նորատես, կամ դիլետանտ, այդքան բան։ Կոչվում է դիլետանտի լաբորատորիա, ձեր այդ գործունեության, այդ հարթակի անվանումը։ Ինչի դիլետանտի լաբորատորիա։ Նախ առաջի հերթին, եթե սենց նայենք հարցին, ես իրոք դիլետանտ եմ, հասկանում ես։ Ուղղակի այնքան երկար տարիներ եմ դիլետանտ, որ դարձել եմ պրոֆեսիոնալ դիլետանտ, հա, բայց դե դիլետանտ ինչ է, այսինքն քիթդ խոթում ես ամենատարբեր տեղեր, բայց ոչինչի վրա չես կենտրոնանում, հա։ Նույնը յոգան, հենց դու ասեցիր, հա։ Բայց այդ ամենը այնքան կարևոր է մարդկանց համար, էլի, ես դա տեսնում եմ, այո, ամեն ինչն կարևոր է, ուղղակի ասենք չեմ գտնում այնտեղը ոնց որ որը կենտրոնանացնի ինձ ինչ-որ բանի վրա, հա։ Ու վերջում այնպես ստացվեց, որ ես կենտրոնացա ամեն ինչի վրա, հա։ Բայց երբ որ ես ամեն ինչը, քանի որ այսօր էներգիաները շատ են ակտիվացել, վիբրացիաները աշխատում են, вообще, չգիտեմ ինչ արագությունների վրա արդեն երևի հազարապատիկ ավելի մեծ են մեր վիբրացիաները, քան առաջ էր, հա։
Այդ պատճառով մենք սկսում ենք գիտակցել այդ ամեն ինչը, Անահիտ ջան։ Ու ինչից ագես դիլետանտի լաբորատորիա անունը, հա, որտեղ տես երբ որ որոշեցի թարգմանել, սկսեցին բացվել հայերեն բառերը տարբեր լեզուների մեջ, հա, այդ դրանով ասենք դու ես վարպետ, հա, մենք շատ ենք խոսել այս մասին, հա, հենց մեր ծանոթությունն էլ դրանից սկսեց, հա։ Միավորել է։ Հա, բայց սկզբից ես բան չի ասենք ուշադրություն չի արժանացնում, բայց հետո ինքան որ շարունակվեց, ես հասկացա, որ այստեղ պատահական չի դա, էլի, հենց այնպես չի այդ ամեն ինչը, կենտրոնացա։ Իսկ իմ հարցը եղբորս կին է, ինքը լեզվաբան է, արմենիստ է, հա։ Երբ որ ես սկսում էի խոսել, ինքն էլ շատ բառեր ինքը բացահայտել է, էլի, ինձ համար, բան շատ հետաքրքիր բառեր։ Ու բայց ասում եմ, լսի, ինչի՞ չես բան անում, էլի, չես խոսում այս մասին, չես ասում մարդկանց, բան ասում եմ, ո՞նց խոսեմ, ես փաստեր չունեմ։ Ես էլ ասեցի, ախ, փաստեր չունես, ասում, ախ, մասնագետ ես առանց փաստերի չես կարա։ Ես մասնագետ չեմ։ Հեսա դիլետանտի լաբորատորիա, ես այդ մասին խոսալու եմ, թող գան հետս վիճեն ինձ սխալ անեն, ես կասեմ, շատ շնորհակալ եմ։ Կներես սխալ է, էլի, հա, բայց այսքան տարիների մեջ դեռևս չի եղել։ Դե նույնը Պարիս Հերունու հետ կատարվեց, մարդը դրեց ասեց, բայց դրեց արեց, դրեց ասեց, բարձրաձայնեց եւ մինչեւ հիմա հակասական կարծիքներ են, չնայած ես նրանց սրտով եմ զգում ու տեսնում եմ ճշմարտությունը։ Իհարկե, հիանալի դեմք է, вообще այնքան պարտական պետքա լինի հայ ազգը Պարիս Հերունում էլի, թե ինչեր արեց ինքը, բայց բանը հաստատի այդ բանը էլի իր կոմպլեքսը։ Այո։ Հիանալի։ Եթե ցանկություն ունենան մարդիկ ձեռք բերելու այս գիրքը ուսումնասիրելու, ոնց կարող են Հայաստանում գտնել։ Ասեմ։ Արի քանի որ խոսում ենք դրանից, այդ մեր բանը կապի մասին խոսենք, հետո ես սա ասեմ։ Հա, եկեք։ Արտնամ եւ Արտնամ։ Այո։ Ամենից սկսվեց Արտնամից։ Հա, բայց չէ, ես արդեն սիրահարված նամաստե բարի բացատրում բացել քո բացելու վրա այդ ժամանակից արդեն հետևում էի անընդհատ էլի հենց որ սկսվեց այնտեղ բայց մեր ծանոթությունը դրանից սկսվեց արդեն հա ասեմ ոնց եղա ուրեմն ինչ-ինչ պատճառներով ես տեսա որ սանսկրիտում շատ բառեր կարելի է մի քիչ ասենք ռեբուսի պես կարդալ էլի հա բայց հիմնականում կարելի է հակառակ կարդալ ու արդեն արմատ ստանալ այդ բառի իմաստի հայերենում։ Այո։ Հայերենում։ Օրինակ Շիվա, հա, ասում ենք, հա, Շիվա, ինչ է իրանից ներկայացնում, հա, եթե դու ինձանից ավելի լավ կասես, հա, իմը sense կարծեցյալ է, ամեն ինչը, հա, բայց եթե հակառակ կարդում ենք, ինչ է ստացվում, ավիշ, չէ։ Այսինքն տես ինչ կարևորագույն բան է ստացվում, չէ, ասենք այն բառն ինչ որ համակարգի կարևորագույն ֆունկցիոնալ հա համակարգը։ Հենց այնպես չի, չէ՞։ Ու տես լիքը բաներ, այն որ հիշում ես սահասրարան, որ ասացիք, չէ՞։ Ու այդպես հիմա մանտրա, մեկ էլ ես լսում եմ ինչ որ հակառակը, հա, արթնա։ Հետո գնում եմ բան, on-line, համացանցում գրում եմ մանտրա, հա, ինչ է նշանակում մանտրա։ Ու բերում եմ մի քանի, ասենք, տարբեր հոդվածներ, թե ինչ է նշանակում մանտրա։ Ամեն ինչ ասում են, ասենք, տարբեր բաներ, նույն բաներ, բայց բոլորը միահամուռ ի վերջո ասում են, որ մանտրան դա գիտակցության արտնացումն է։ Այո։ Հա? Մանուսը միտքն է, թրանել արտնացումը, մտքից ազատագրում։ Ահա, հիմա հակառակ կարդում ես, բավական այդ մի ն դնես, դառնում արտնամ, չէ, արդեն արտնանամ, չէ։ Դու էլ ես արել արտնամ, բայց իմ ականջին ավելի ճիշտ է հնչում արտնամ։ Ու ես Անահետին գրում եմ, Անահիտ ջան ասում եմ, հա, ու մի օր հետո թե կարող է հենց աջորդ օրը, հա, տեսնում եմ մեկ էլ Անահետը սարքել է իր արտնամ։ Շատ սպոնտան եկավ այս մասը։ Գրում եմ, ասում եմ, Անահիտ ջան, տես ինձ մոտ էլ է սենց բան եղել, վերցրու սենց սարքել, մի հատ նա ավելացրու, կլինի ավելի ոնց, իմ հասկացածով, հա, ավելի կլինի բան հասկանալի այդ բառը, ինքը չի անում։ Ինքը չի անում, ես էլ մի քիչ բան եմ անում, մեկ էլ իմ մոտ ծնվում է մի հատ բան, որ քանի որ մանտրա, հա, մանտրա է նշանակում արթնամ, ես պետք է մի հատ մանտրա սարքեմ։ Այո։ Եվ ինչի բանը եղավ այդ արթնամ մանտրան, որը այսօր ամեն օր, հա, ես իմ Գալստյան ժամանակ ամեն օր մի օր էլ դու ներկա եղար, հա, մենք բարձրաձայնում ենք Կասկադից,
Ես այնքան շնորհակալ եմ մի խոսքով քեզ, որ դու չվերցրեցիր, դա։ Երևի ինտուիտիվ իրականում, այո։ Հա, պատահական ոչինչ չկա, չէ։ Տեղ պիտի տար այդ մանտրայի ծնունդին, որը առաջին անգամ օրեր առաջ ձեզ հետ միացա փորձեցի, կասկադից նայում ենք դեպի Մասիս ու այնքան ազդեցիկ էր, շատ ազդեցիկ էր։ Մի անգամ մեկը հարցրեց, դե հաճախ բան է, չէ՞։ Հաճախ մանտրան, Մասիսը մառախուղի մեջ է, չի երևում, հա։ Բայց երբեմն լինում է, որ երբ որ մանտրան ավարտում ենք, ինքը բացվում, հա։ Մանավանդ հիմա այդ նորը, որ ավելացրել ենք, հա, արև եկեք, զիզիկարին վեր եկ, հա։ Դա էլ աշխատում, կարծես։ Բայց մեկը հարց տվեց, լսի, մենք ասենք նայում ենք Մասիսին, բայց չէ որ հաճախ չի երևում։ Ասեցի ինքը չի երևում նրա համար, որպեսզի դու Մասիսից այն կողմ նայես։ Չէ՞ որ մենք ասում ենք, չէ՞, մանտրայի մեջ Հայաստանը մեծ հայքն է։ Այո։ Ոբշան, այդ է ստացվում։ Ու հետաքրքիր էր այդ օրը, որ ես էլ էի ներկա, 11-ից 11-ը, չէ՞, սկսվում պրակտիկան, որովհետև այդ որ ես հավաքեցի մանտրան, ինքը լրիվ պատահականորեն կտեսա 11 րոպե 11 վայրկյան։ Վաու։ Ես այդ մասին չէի մտածել, հա, այդ բոլորը ինչքան մասեր կա, չէ՞։ Իմիջիալոց հա դրա տակ այդ YouTube-ում կա այդ մանտրան, հա։ Այո։ Իրա տակ հղում կա արդեն նա մանտրայի մեկնաբանության, որը արդեն 11 րոպե 11 վայրկյան, չէ՞ այլ մոտավորապես մի ժամ է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, այս բանը չեմ հիշում, հա։ Լրիվ բացատրում այդ բոլոր այդ ամեն ինչի նշանակությունները, թե ինչու են այդ մտքերը այդտեղ հավաքված։ Դրա համար 11-ից 11 ենք սկսում, հետո չէ, ժամանակ։ Այսօր էլ պետք է հասնի Սամվելը, ես ավաղ չեմ, այսօր չեմ հասնի, որովհետև ես էլ աշխատանքի եմ, ֆիզիկապես չեմ հասնի։ Ինչն էր, որ դու միշտ դրա մեջ ես։ Երբ այդ մանտրան կատարեցինք, արևը սկսեց ակտիվ շող արձակել, որովհետև անպամած էր, ու sense էդ էլ որ զգում ես թե տարածությունը ոնց է արձագանքում քո ներքին process-ներին։ Շատ սիրուն է, որ ամեն կողմից է այդ փաստերը գալիս ու հավաքվում։ Չգիտեմ, քեզ ասացի թե չէ, երբ որ ես արկում եմ այդ մանտրան, ես դեռս բանը այս վերջի գիտելիքներին տեղյակ չէի։ Դա հետո եկավ հաղորդակցության միջոցով, կակրած հենց այն ժամանակ, երբ որ մենք այդ գիրքը սկսեցինք գրել, էլի, հա, արևի ուսմունքը սկսեցինք ստանալ ու սկսեցինք գրել։ Ուրեմն դե այնտեղ հիմնական որպեսզի ժողովուրդը իմանա, ասեմ, հա, հիմնական խոսքը գնում է, որ արեգակը մեր համակարգողն է, հա, ու մենք կարող ենք հիմա սերտ կապ հաստատել արեգակի հետ։ Ինքը շատ բաներ, բացասական բաներ կարող է ֆիլտրի, հա, ինքը չի անում դա այն պատճառով, որովհետև մենք ապրում ենք մեր կամքի ազատությամբ, հա, գերագույն նվերը մեր կամքի ազատությունն է։ Բայց մենք էլ չենք արտահայտում այդ միտքը, ասենք, որպեսզի ինքը օգնի, հա, մեզ, ոչ թե նրա համար, որ չենք ուզում, այլ ուղղակի չգիտենք։ Այո։ Հա, չգիտենք որտես բան կա, էլի, հա։ Հիմա այս գիրքը մեզ բերում է գիտելիքներ։ Գիրքը հրատարակվել է։ Չէ, մենք դեռ ընթացքի մեջ է, ես որ ասացի, չենելինգը։ Չենելինգը դրա արդեն 14 հանդիպումներ ունենք ռուսերեն, դե աղջիկը ռուս է, հա։ Ես չեմ հասցնում թարգմանությունները այդքան արագանում, 6-ը ընդամենը ունենք հայերեն։ Այո։ Առաջի 6-ը ունենք, կարող են բոլորը բանում YouTube-ում մտնել դիլետանտի լաբորատորիա, որտեղ գրել արևի ուսմունք եւ կբերի, հա։ Բայց ինչն է հետաքրքիր, հա, այդ առաջի գործիքը, որի մասին խոսվեց, այդ այն բանն է, եգիպտական արձանների վրա պատկերներ, աստվածների գլխավերևում, ասես դեղին դիսկ կա, չէ՞։ Այո։ Իրականում ինքը դիսկ չի, դա գունդ է, հա։ Ու հաղորդակցության ժամանակ, երբ որ այս Օլգային աղջկան բանը փորձում էին բացատրել, որ դրա մասին է խոսքը, ու ինչ է դրա անունը, ինքը մի քանի անգամ ասեցին չհասկացա։ Ինքը չունեն գիտելիքներ, էլի էզոտերիկական, հա։ Ինքը չհասկացավ, բայց ես որ լսում եմ, դե ես էլ եմ դրա մեջ, հա։ Ես ասացի մի րոպե, կարող ենք դրան ասել արևի դարպաս։ Ասեցին շատ լավ է, հենց տենց էլ ասեք։ Հա։ Հետո այս աղջիկը ի վերջո այդ անունը գտավ, հասկացավ այդ անունը, ասեց տենց, ասում հա ճիշտ գտար վերջապես, բայց տենց էլ թողեք, թող Սամվելի ասած մնա։ Ու հիմա տենց էլ անվանում ենք արևի դարպաս։ Բայց դա մի քանի ասենք ժամանակ հետո ես հարցրեցի, լսեք, իսկ մենք ունենք հնուց եկած երեխաների բերնից, բերանով մեզ հասած մի հատ հիանալի երգ մանկական,
Սենց, հա, արև եկեք զիզիքարին բերի։ Կարող է զիզիքար ասած է, հենց այդ արևի դարպասն է։ Որտեղ հա, իրանք ասացին, որ այդ արևի դարպասը ոչ թե այդ ասվածների գլխին է, էլի։ Մենք բոլորս ունենք այդ արևի դարպասը մեր գլխավերին։ Շաքաղվեց։ Հա։ Ու ես այդ հարցը տվեց, ասում եմ, կարող է դա հենց այդ բանը։ Հա, ասում եմ, ճիշտ ես ասում։ Դա է, բայց դրա հետ միասին կան, ասենք, հատուկ տեղեր էներգետիկ հարուստ, համարյա բոլոր սարերը բարձր, նույնպես զիզիքարեր են բան, հա, բայց ասենք կոնկրետ ձեր համար իհարկե հենց դա է արևի դարպասը։ Հա, ու դրանից հետո ես որոշեցի այս մանտրային ավելացնել արև եկեք զիզիքարին բերի։ Ու 7 անգամ մենք մանտրայից հետո արտասանում ենք դա։ Արդեն ինքներս, հա, այն ձայնագրությունը գնում է, հետո մենք ինքներս ավելացնում ենք։ Այդպես։ Տարիներ առաջ երբ ուսուցիչս Դմիտրի Լապշինովն էր այստեղ Հայաստանում, իրենց ցույց էի տալիս Մեծամորի հնավայրը, որտեղ շիվալինգամներ կան, ուզում էի ցույց տալ, որ տեսեք ինչքան համամարտկային է ու արիական այդ հավատալիքի մեջ է այդ շիվալինգամ գաղափարները, որ մենք էլ ենք ունեցել հազարամյակներ առաջ, մինչև ոնց որ զուգահեռ Հնդկաստանին գուցե, որովհետև նույն արիական ընտանիքից ենք։ Եվ այդտեղ ճանապարհին, որ գնում ենք, չգիտես ինչի, արևը ընկավ իմ նավիգատորի, հայերեն ոնց կարելի ասել այդ ուղղեց, հա, նավիգատորի վրա, եւ այդ արևը ընկավ նավիգատորիս վրա, նավիգատորը սկսեց վատ աշխատել ու մեզ տարավ այլ ճանապարհով։ Թվում է թե մոլորվեցինք։ Այնտեղ դե ես վատ եմ զգում մեքենայից մեջ, ոնց որ հյուրեր են ինձ համար, ոնց որ թանկարժեքում ժամանակը ես ուզում եմ խնայել, բայց մեկ էլ այսպիսի մի բան։ Եվ մոլորվելու ընթացքում անցանք արևի տաճարի մոտով, որտեղ գրավեց ուսուցչի ուշադրությունը, եւ Դիման ասում է, սա ի՞նչ է։ Դե ասում եմ, սա արիական, ոնց որ արևի տաճարն է, եզդիների տաճարը Հայաստանում։ Այն նոր սարքածը նկատի։ Այո, նոր սարքածը, որը հենց այդ Մեծամորի հնավայրի ճանապարհին է։ Բացեց ինչ կլինի, կարող ենք մտնել, ասում եմ, Դիմա, խնդրում եմ, այնտեղ հիմա թանկարանը կփակվի, մեր ճանապարհը այնտեղ է, բայց քանի որ եկավ այս ճանապարհն ու դու ցանկացար, խոստանում եմ, մինչև մեկնելը անպայման կգանք այս տաճար։ Եվ իհարկե մինչև մեկնելը մտնում ենք այդ տաճար եւ խնդրում եմ, որ նստենք կենտրոնում մեդիտացիայի։ Շատ հետաքրքիր միստիկ փորձառություններ, նախ այն, որ գիտակցում ես Հայաստանում եզդիական արևի տաճարը, Հնդկաստանից բերված ջերմակ մարմարով, ու ասենք հայն ու ռուսը նստած են այդ տաճարի կենտրոնում, ու եզդիներ են գալիս, այս տարօրինակ են նայում, ինչի են այս մարդիկ լուր նստած մեդիտացիա անում, ու շատ հետաքրքիր ինչ-որ միստիկ փորձառություն է, ոնց որ հեքիաթի մեջ լինես։ Ու այդտեղ ոնց որ մի պահ աչքերս փակեցի ու գնաց։ Հասկանում եմ, որ ինչ որ մի ուժ արևային ֆիլտրով է ինձ ներկայանում, այսինքն գուցե ես դեռ պատրաստ չեմ ուղիղ զգալ ու ուղիղ տեսնել, բայց հասկանում եմ, որ ինչ որ պաշտպանություն է ու զրույց է, ինձ հարց են տալիս, ասում են դու պատրաստ ես, ու ես հասկանում եմ, որ արևի հետ է այդ կապը։ Ես չեմ հասկանում ինչին եմ պատրաստ, բայց այն չարաճճի երեխա կա է, որ միշտ պատրաստ է ինքը։ Ու տեսած մի հատ ասում եմ, հա, ես պատրաստ եմ, այդտեղ ներքին ինչ որ sense խոսակցություն է։ Բայց դեռ ոչ հարցնում եմ իսկ ինչի եմ պատրաստ։ Ու այդ ժամանակ իմ ներսից ուղակի sense այ որ ասում եք լավագույն նորը մոռացված հինն է, ծնվում է հայկական արևի մանտրա, ոնց որ ես դպրոցում եմ ընդամենը անցել, չեմ էլ հիշել, որ Ներսե Շնորհալին մեզ է հասցրել այդ դարերի խորքից, առավոտ լուսո, արեգա կարդար ու ծնվում է, այսինքն հնչում է իմ մեջ, ես չէի հիշում, բայց ինքը ծնվում ու հնչում է, ու աչքերիցս արցունքներ է սկսում հոսալ, ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Առավոտ լուսո, արեգա կարդար, առիս լույս ծագյա, բխում նիհորե, բխյայի հոգվույս, բան քեզի հաճոյս։ Գանձ ողորմության, գանձից ծածկելոյ գտող զիսարա։ Հիանալի բան է, հա, մեդիտացիա, ես ինքնին մեդիտացիա, ներդիտարկում։ Ես արդեն չեմ կարող ասեմ մեդիտացիա։ Արտակարգ, ես համոզված եմ, որ ինքը նաև երաժշտություն ունի ու կգա մի ժամանակ, որ դա էլ կգտնի։ Կգա։
Դե մի ժամանակ հայացք արթնանում էր Լուսինե Զաքարյանի կատարմամբ Առավոտ լուսոյով, երբ որ պատի ռադիոներ կար, Հայաստանը արթնանում էր Առավոտ լուսով երգով։ Շատ հետաքրքիր տղամարդկային խորեր կան, որ կատարում են, շատ զորավոր ուժեղ բան կա, բայց ինչպես ասեցիք, ես սպասում եմ, որ ինքը երգեցիկ, մի հին հայկական ելևեջով, մի գեղեցիկ, սենց խորքային կնոջ ձայնով կհնչի այդ Առավոտ լուսով մի քիչ ուրիշ է։ Իրական մեղեդին։ Հա, կծնվի, այդ տեսնում եմ։ Որովհետև գիտես, ես համոզված եմ, որ նման բան է որպես բանաստեղծություն հնարավոր չի նույնիսկ գրել առանց երգելու։ Այո։ Հա։ Ինքը որ կատարում ես արդեն ուզում է երգվի։ Հենց ինքը արդեն մեղեդի է, էլի, ինքը բանաստեղծություն չի, ինքը երգ է։ Իդեպ փնտրում ենք այդ երգչուհուն։ Դες ցույց կտամ կուղարկեմ, մենք հոլովակ ենք նկարել, մի շատ գեղեցիկ արտիստ կա, մերին շատ սիրուն հոլովակ է նկարել Արտնամի համար, հենց Առավոտ լուսո արեգակի սիմվոլով, ու մենք չենք կարողանում իրան հրապարակել, որովհետև պակասում է Լուսինե Զաքարյան դնում ենք այնչի, տղամարդկային խորը դնում ենք այնչի, սպասում ենք այդ կնոջով կգա ու երգեցիկ հայերենով կկատարի Առավոտ լուսոն։ Որ հոլովակը ամբողջական դառնա։ Հո երկու հրոյով մերին չի։ Չէ։ Չէ, ինքը շատ sense գեղեցիկ, միստիկ, էզոտերիկ նկարներ է նկարում, դիզայներ է, նկարիչ է։ Կուղարկեմ ձեզ այդ հոլովակը կգնահատեք։ Գտեր երկու հրոյով մերին։ Մերի։ Խնդիր թվենք կատարի։ Նստում ենք կարող է։ Լավ։ Խնդրում եմ երկու հրոյով մերին։ Կարծում եմ դեռ չեմ ճանաչում, բայց սիրով։ Որտեղից կարող են ձեռք բերել այս գիրքը։ Կարող են կոնտակտ թողնել գուցե ում կհետաքրքրի ձեռք բերելու համար։ Սա ասեմ, սրա պատմությունը։ Առաջի գիրքը Մատյան Երանոցյան նախաբանը։ Այո։ Հրատարակված արդեն 3 տարուց ավել։ Հրատարակել է Վան Արյան հրատարակչությունը։ Վախտս բերեց մի ընկերս էստեղ էր 50 օրինակ բերեցինք Լոս Անջելես, ես նվիրեցի իմ մտերիմներին բան։ Մի քանի օրինակ փորձի համար դրեցի գրախանը։ Այդ 300 օրինակ որ հրատարակվել էր 250-ը մի տարի որ մնաց հրատարակչությունում, ինքը խոստացել էր բաժանել խանութներին բան, այդպես էլ չարեց, դա։ Մի տարի հետո այս գիրքը արդեն ես հրատարակեցի մի ուրիշ հրատարակչությունում պայմանավորվելով որ նրանք կվերցնեն այդ Վանարյան հրատարակչությունից եւ երկուսը իրար հետ կվաճառեն։ Կհանձնեն ինձ վաճառքը չի հետաքրքիր, ինձ հետաքրքիր է, հա, որովհետեւ ես ինքս չեմ վճարել դրա համար, հա, ինձ ուղղակի ստիպել են, ասենք դերամը տվել են, ասել են կգնաս կհրատարակես։ Հա, այդպես է եղել սրանց հրատարակչությունը բոլորի, հա։ Հիմա ուրեմն պայմանավորվեցինք ամեն ինչը, բան հրատարակվեց այս գիրքը։ Էլի մի բանը 50 օրինակ մի կերպ բերեցինք բան Ամերիկա, մնացած 250-ը այդպես էլ մնաց մինչև գարուն, երբ որ արդեն հրատարակեցինք այդ իմ շումերական պոեմի թարգմանությունը, էլ նոմայել չեն, հա։ Երբ որ արդեն հրատարակեցին, բայց դեռ չէին կպցրել իրար երկրորդ գիրքը Մատյան Երանոցյան, բոլորը պատրաստ ու անկած էր հրատարակչությունում։ Էլի մի տարի, նա եղավ 2 տարի, սա մի տարի։ Ի վերջո ես ապրիլին որ եկա, չեմ հիշում արդեն 100-150 օրինակ ամեն մեկից նվիրեցի ուղղակի հանդիպման ժամանակ նվիրեցի մարդկանց, հա։ Հիմա էլի հիմա որ եկել եմ արդեն դե երկրորդ գիրքն էլ է պատրաստ, հետս մի 50 օրինակ կտանեմ, մնացածը կմնա այստեղ, ինչքան եմ նվիրել չգիտեմ, հա, բայց մնացածն էլ ընկերոջս հետ պայմանավոր Վահանը։ Այո։ Վահանի հետ պայմանավորվեցինք, որ ինքը կվերցնի այդ, չգիտեմ արդեն հրատարակություն ասեմ թե ինչ, հա, այնտեղից ու բան կանի, կտարածի։ Հաջորդ գրքերը երբ որ լինեն, ես արդեն սկսել եմ երրորդի բանը թարգմանած արդեն կա, ուղղակի տեսնում ես, չափածո եմ սարքում, հա, դրանք, քանի որ բանը հակատիպը չափածո է, նույնպես, հա։ Թե երբ կլինի հաջորդը չգիտեմ, բայց ես արդեն չեմ հրատարակի այսպես։
ես մի որոշում եմ ընդունել, ուրեմն կա հանրաճանաչ Barnes and Nobles բանը, հրատարակչությունը Ամերիկայում, իրանք մի սիստեմ ունեն, որ ինքդ տեղադրում ես գիրքը համացանցում, հա, իրանց էջի վրա, ոնց կուզեիր ինքը լիներ, հա, գիրքը, հա, ամեն ինչը ինքդ անում ես, կազմը բան ընտրում ես, հա։ Մարդիկ, ովքեր ցանկանում են գիրքը, իրենք այնտեղ ուղղակի պատվիրում են, ասենք մի գիրք է պետք, մի գիրքը իրանք սարքում տպում ուղարկում են։ 100 գիրք է պետք, 100-ն են սարքում տպում ուղարկում, հա։ Այդպես ես որոշեցի այդ on-line տարբերակով, արդեն ես համոզված եմ, որ ավելի արագ մարդիկ կտիրեն այդ գրքերին, կունենան այդ գրքերը ցանկացողները, քան այս տարբերակով, լսի։ Ուղղակի ես արդեն չգիտեմ ոնց այդ մարդկանց հետ խոսամ, այդ ահավոր է։ Ես համարում եմ անկյալություն դա ուղղակի, էլի։ Կարող է ինչ-որ ասենք ֆինանսական խնդիրներ կա այդ հարցերը լուծելու, բայց ոչ են հասկանում մարդիկ, որ պետք է իրենք արագացնեն դա։ Այդ աշխարհում չկա նման բան, որ ասենք հեղինակը գրքերը բերի, մի բան էլ վճարի, փոխանակ ինքը ինչ-որ բան ստանա, հա, դրա համար։ Ու ինքն էլ փողոցներն ընկած գրքերը վաճառի, դες։ Դա ինչ աբսուրդ վիճակ է, էլի։ Հետո իրենք ասում են, այ մենք ուզում ենք աշխարհը փոխենք։ Ինչպես կփոխես։ Տենց է տարբերակը, Անահիտ ջան։ Հիմա հա, այդ ասենք կարող եմ հասցեն ասել Իսահակյան 28։ Այնտեղ է տպարանը, ասենք հեռախոսներ կան, իմանան, ասենք տպարանը, հա, գնան այնտեղ վերցնեն, հա։ Հա, մի քանի օրինակ այդպես իրանք հենց տպարանից վաճառել են։ Ահա։ Հա։ Կարող են գնան այնտեղ վերցնեն, էլի։ Եվ ավարտին մի հարց։ Ինչու մատյան երանության։ Ես գիտեմ, բայց իհարկե։ Մարդիկ էլ իհարկե, որովհետև դες ասացի, ես 7 տարի, հա, որոնումների մեջ եմ եղել այս կողմում, ու ընթացքում իհարկե անընդհատ փորձել եմ թարգմանել ու չէր ստացվում։ Չէր ստացվում։ Նու չի գնում, էլի, ինչ արած բան։ Մի օր ընկերներիցս մեկի մոտ նստած ենք, խոսում ենք բան, ինչ-որ տարբեր թեմաներ, կրոնից բան, մեկ էլ իրենցից մեկը ասաց, որ вообще քրիստոնեությունը ամենամռայլ կրոնն է։ Ես էլ ասացի, եթե քրիստոնեությունը մռայլ կրոն է, ուրեմն մեր հայկականը ամենամռայլ քրիստոնեությունն է։ Դա ինչի, բան, ասացի, օրինակ վերցնենք, ասենք մեր սրբություն սրբոցը, հա, որ ասենք 10 դար կրում ենք մեր ուսերին, հա, Մատյան ողբերգության գիրքը, հա, Նարեկացում։ Չէ՞ որ այդ մարդը իր գիրքը, ասենք ամեն գլուխ, հա, անվանված է սրտի խոսքից խորքից խոսք Աստծո հետ, հա։ Սրտի խորքից խոսք Աստծո հետ նշանակում է զրույց Աստծո հետ, չէ՞։ Այսինքն նույնպես զրույց Աստծո հետ։ Ոնց կարող է պատահի, որ զրույցը Աստծո հետ լինի ողբերգություն։ Ինչ էլ ուզում է լինի այդ գրքի մեջ, հա, ինչքան էլ ուզում է բան, մենք ասենք, քանի տոկոսը հայերի ծանոթ է Մատյան ողբերգության գրքին, չէ՞։ Բայց քանի տոկոսը չգիտի, որ ասենք տենց սուրբ գիրք ունենք, հա, Սևակի ասած ավելի շատ բարձի տակ կան սեղանի վրա, հա։ Շատ լավն է։ Այսինքն համարը բոլորս գիտենք այդ գրքի մասին, բայց մենք գիտենք, որ այդ սուրբ գրքի անունն է ողբերգություն։ Մենք կապ չունի արդեն ինչա գրած դրա մեջ, չէ՞։ Ինչքան էլ ուզում է աստվածային, չգիտեմ, իմաստուն, հա, գեղեցիկ է, իմ հասկացածով, ինչը վերաբերում է Աստծուն, ուղղակի աննկարագրելի է, հա։ Իր այդ բառերը գտնելը, բան այդ գեղեցիկ, բայց իմ կարծիքով, հա, իմ անձնական կարծիքով մարդու մասին գրածը ահավոր է։ Այնքան է նվաստանում մարդը այդ գրքի մեջ, որ դառնում է, չգիտեմ, մենք որ մեզ համարում ենք բացիլ, ճիճու բան, էլի, եթե մի հատ հղում տաս, հարցնես, ով է մարդը, նման բաներից բացի ուրիշ բան չես գտնում։ Ինչն է պատճառը։ Կարող է նա որ այդ ողբերգությունը տանում ենք ուսնենք։ Ու այդ ժամանակ ոնց որ լույս վառվեր մեջ, ես ասացի տղերք, ես գիտեմ ինչ եմ անելու, այս գիրքը բացի թարգմանելը, ես փոխակերպելու եմ չափածոյի ու անունը դնելու եմ Մատյան երանության։ Ու անմիջապես սկսես գնալ։ Համ թարգմանությունը շատ արագ ավարտեց ու երբ որ փոխակերպում էի Անահիտ ջան, էջեր շարունակ ես գրել եմ առանց որևէ սխալ անելու, ասենք որևէ բան ճշտելու, ուղղելու բան, էլի, էջեր շարունակ։ Հա եղել են պահեր, որ շատ դժվար է եղել, գիտես այդ որ պահերն են, որ հասկանալով հայ մենթալիտետը, հա, հայ բանը է, դե աշխարհընկալումը բան, որոշ բաներ ես չէի կարա ուղղակի sense
բանը, ոնց որ ասենք ամերիկացին է ներկայացնում, հա։ Այո։ Այդ կերպ ներկայացնել, չէ որ սա զրույցը Աստծո հետ է վերջում, ու ես երբ որ կարդացի այդ գիրքը, հասկացա որ այն պարզությունը, որով տրվում է, հա, մարդը այդ ձևի պարզ չի կարա դառնա լինի վաղուց արդեն։ Մենք մոռացել ենք, մենք ամեն ինչին sense ենք, չէ՞, բան։ Այո։ Հա, այդ ձևի պարզությամբ մենակ Աստված կարա խոսի, հա, որ ինձ համար դա իրոք զրույց է Աստծո հետ, հա։ Դրա համար դա միայն երանություն կարող է լինել։ Այդքան։ Շնորհակալ եմ։ Ես էլ շատ Շնորհակալություն Սամվել ձեր գեղեցիկ առաքելության համար։ Ամեն մեկս մեր տեղում գեղեցիկ ծառայության մեջ ենք։ Շնորհակալ եմ։ Նույնը քեզ կարող եմ ասել, Անահիտ ջան, ու մենք շատ լավ գիտենք արդեն, որ չնայած տարբեր կողմերից մեկը մենք մի ուղղությամբ ենք, հա, բոլորս գնում, հա, դեպի մի կետ ունենք, էլի, ուր գնում ենք, այդ առումով ինչ կարող եմ ասել, անկախ նրանից, այստեղ եմ ես, թե այստեղ չեմ, եթե ցանկություն կունենաս, էլի զրուցելի ինչ-որ բաների մասին, մենք կարող ենք նույնը անել Zoom-ով։ Այնպես որ նկատի ունեցի, ես միշտ պատրաստ եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Ձեզ բարի ու լավ օր եմ մաղթում, ձեզ շշացնեմ պրակտիկայից։ Հուսով եմ հետաքրքիր զրույց էր ձեզ համար եւ որոշ մարգարիտներ, որոշ բանալիներ այս զրույցից պահում եք ձեզ մոտ։ Ես էլ շատ շնորհակալ եմ ձեզ, ժողովուրդ ջան, որ այսօրվա Հայաստանը, այսօրվա Երևանը, այսօրվա երիտասարդությունը ուղղակի հրաշք է դարել իմ աչքերին։ Այդքան բացակայությունից հետո ես այնքան եմ ձեզ սիրում, որ ուղղակի աննկարագրել եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք այդ արեցինք։ Արեցինք։